կալանավորումներ եք տեսնում, դուք այս համատարած կալանավորումների մեջ խնդիրներ չեք տեսնում, եւ արդյոք քաղաքական ենթատեքստեր չեն այս ամենի մեջ։ Ես մասնագիտացած եմ քաղաքացիական իրավունքի մեջ, առանց գործի մանրամասները իմանալու կդժվարանամ պատասխանել, բայց խնդիր բնականաբար տեսնում եմ ու չեմ բացառում, որ այո, որոշ դեպքերում քաղաքական ենթատեքստ կարող է լինել։ Այսինքն իշխանական հրահանգներով գործեր են դրանք։ Եթե տեսնում եք քաղաքական։ Ես այդ հարցին արդեն պատասխանեցի իմ Նիկոլ Փաշինյանը օրինակ վերջերս դժգոհ էր, ասում էր դատարանները, դատավորները ժողովրդի սրտով որոշումներ չեն կայացնում։ Չեմ կարող մեկնաբանել քաղաքական գործի մեկնաբանությունը, որովհետև ես ողջ իմ գործունեության ընթացքում հանդես եմ եկել զուտ մասնագիտական տիրույթում ու չեմ ցանկանում շեղվել։ Եվ մասնագիտական տիրույթով ինչ խնդիր եք տեսնում այսօր, երբ որ շատ ժամանակ մենք տեսնում ենք, որ օրինակ դատավորը կամ դատարանները կալանքը որպես պատիժ են օգտագործում, մենք օրինակ տեսանք անչափահաս նորածին երեխայի եւ մորը երբ որ կալանավորեցին հասարակական արձագանքից հետո նոր եղավ փոփոխություն շատ ժամանակ խնդիր չի որ կալանքը որպես պատժի միջոց է կիրառվում օրինակ շատ ժամանակ ասում են որ տնային կալանքն է կալանավորման խիստ պատիժներից մեկը բայց չի սահմանվում որպես ոչ քրեական գործերով մասնագիտացած փաստաբան մեկ բան հստակ կարող եմ ասել որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց եթե մնացած բոլոր խափանման միջոցները իզորու չեն ապահովել այդ դերակատարումը